Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Աստված օգնական սրբազան։ Աստված պահապան։ Շնորհակալություն համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Երեք քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձեր վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ առհասարակ այս վերջին շրջանում ձեր նկատմամբ ինչ-որ թիրախավորված վերաբերմունքը ավելի ագրեսիվ բնույթ է ստանում, կխնդրեմ ձեր դիտարկումները այս ամբողջ ընթացքի մասին։ Դե որպեսզի չկրկնվեմ, գիտեք, խնդրի ծագման պատմությունը, որ մենք եպիսկոպոսներով ընդվզեցինք, որ կաթողիկոսը շեղվել է ուղղափառ վարդապետությունից եւ կոծկում է Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանի հետ կապված սկանդալը եւ որ 5 տարի շարունակ եկեղեցին արհեստականորեն ներքաշել է քաղաքական կյանքի մեջ, դարձրել է գործիք ընդդիմադիր ուժերի ձեռքին, միևնույն ժամանակ ծառայեցնելով հայ եկեղեցին օտար շահերի, որը աննախադեպ է։ Եվ մեր ընդվզումին, մեր բողոքին հաջորդեցին այլ հայտարարություններ եւ որոշակի զարգացումներ Էջմիածին եւ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու բարեկարգության խորհրդի միջև եւ վստահ եմ ականատես եղավ հանրությունը, թե ինչ կարգի թիրախավորվեց բարեկարգության խորհուրդը, անհատներ, անձեր, որոնք մաս են կազմում եպիսկոպոսներ այդ խորհրդի եւ բնականաբար պատվերով ֆեյքերի ֆաբրիկաներ, վարձատրված լրատվականներ եւ ամենա զավեշտալին այն է, որ ընդդիմությունը այսպես մեր հայրենասեր պետականամետ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չակերտավոր հայրենասեր եւ պետականամետ լծվել են Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու աթոռը զբաղեցնող անձի եւ այդ խմբակի պաշտպանությանը ցավով եմ սա ասում, չի ուզենա երբևէ այդպես ձևակերպել, բայց փաստը սա է եւ այս կոնտեքստում կաթողիկոսը որոշում կայացրեց, որ ինձ պիտի ազատի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Դատական այս գործընթացը հետևանք է իր որոշման։ Ու կեղծ մեղադրանքներով էլ չեմ ասում, որ լրիվ հակականոնական գործելակերպերը որդեգրել, արդեն իսկ ասել եմ իմ մեջքի հետևից միջամտելով թեմական կյանքին։ Ես թեմական քահանաներին չէի ներքաշել այս զարգացումների մեջ, որովհետև դա եպիսկոպոսների իրավասության հարց է եւ եպիսկոպոսները բարձրացրել են խնդիր։ Հարցը լուծման կանոնական դաշտում մի տարբերակ ունի հրավիրել եպիսկոպոսած ժողով։ Ձախողեց, չկարողացավ հրավիրել այդ ժողովը, պիտի հրավիրվեր եւ մեղադրանքները պետք է լսվեին այդ ժողովում։ Եվ ժողովը ինքը նախագահելու իրավունք էլ չունի, որովհետև մեղադրյալը ինքն է։ Եվ այո, մեղադրյալը այդ խոսքով, որը հակականոնական ընթացքով է հայ եկեղեցին առաջնորդում, տևական ժամանակ, հակականոնական նորից շեշտում ինքը, որ մեզ կոչ է անում վերադառնալ կանոնական դաշտ, առաջինը ինքը կարիք ունի վերադառնալու կանոնական դաշտ։ Որոշեց, որ ինձ ազատի իմ զբաղեցրած հանգամանքից, այո, որին հետևեց դատարան հայցով ներկայանալու իմ գործողությունը, քանի որ մայր աթոռը կառավարվում է կամայականորեն, դարձել է խաղալիք ընդդիմադիր ուժերի գործիչների ձեռքին, որոշ այսպես էլի չակերտավոր հայրենասեր եւ պետականամետ, որոնք խնդիր չունեն ոչ սրբապղծության հետ, ոչ հայ եկեղեցին օտար շահերի ծառայեցնելու հետ չունեն այս մարդիկ խնդիր։ Բոլոր նրանք, էլի եմ կրկնում, են լրագրողները, այն խմբագիրները, այն քաղաքական կուսակցական գործիչները, որ պաշտպանում են այս ընթացքը կաթողիկոսի, իրանք ոչ խնդիր ունեն սրբապղծության հետ, ոչ է պետական դավաճանության հետ, թող հիշեն, որ դրա կիսողներն են, բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են իրեն, սա ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում։ Վերջի ես դատական, քանի որ մեր ատյաններում սպառված է իրավունքի պաշտպանությունը, հա, որովհետև կամայականորեն կառավարվող ատյաններ են, ոնց ուզեցավ, նույնիսկ տեքստերը նախորդ պատրաստում են, թե ինչ պիտի ստորագրվի, ինչ որոշում պիտի կայացվի, եւ ըստ այդմ ասում են, ահա,
Սա թշնամի է հայ եկեղեցուն։ Հեշտության բոլորին ում պետք եղավ կթշնամացնեն հայ եկեղեցուն, եւ կդնեն, այո, կգլխատեն։ Մի խոսքով ես իմ իրավունքը պաշտպանելու համար ոնց որ ընդունված է աշխարհով մեկ։ Դիմեցի դատարան, որովհետև ապօրինի էր։ Այն հարցում, որ ինձ մեղադրում են, լրիվ շինծո էր։ Դիմեցի դատարան եւ դատարանը որոշում կայացրեց, որ պիտի իմ իրավունքները վերականգնվի եւ դատարանը հղում է արել Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որը գրանցված է Արդարադատության նախարարության կողմից։ Իսկ կանոնադրությունը հիմնված է Սուրբ գրքի եւ կանոնագիր հայոցի վրա, այսինքն ցանկացած հարց ուսումնասիրելու համար ազատորեն կարող են օգտվել եւ Սուրբ գրքից եւ կանոնագիր հայոցի կանոններից, իսկ կաթողիկոսի կամայական որոշումով անտեսվել էր եւ Սուրբ գիրքը եւ կանոնագիր հայոցը։ Մի խոսքով ինձ ազատել էին իմ պաշտոնից, հղում անելով կանոնադրությունը Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերականգնել էր եւ որոշում էր կայացրել, որ պիտի իմ իրավունքները վերականգնվի եւ իրավունք չունեն իմ դեմ որևէ գործողություն անելու մինչեւ դատարանի վերջնական վճիռը։ Ուրեմն մեկ շաբաթ ժամանակ էր տրված դատարանի որոշումը, որ պիտի վերականգնեին։ Կիսատ պրատ վերականգնել էին իմ իրավունքները եւ անգամ հակընդդեմ հայց էին ներկայացրել։ Եվ միևնույն ժամանակ, չգիտեմ ում խորհրդով, որոշել են գիշերը երեկոյան, այսպես ասած, երբ որ մեր զոհերի հիշատակության օրն էր, որոշել են այդ օրը ինձ էլ զոհել մի խոսքով ու հրապարակվեց Մայրաթորի տեղեկատվական բաժնի հայտարարությունը, որով ինձ կարգալույծ էին հռչակում, որ իբր թե ես դիմել եմ դատարան իմ իրավունքների պաշտպանության համար եւ պետական մարմիններին ներքաշել եմ, չգիտեմ, ինչերի մեջ։ Այդ հարցը ես կուզեմ սրա վրա անդրադառնանք, հա, որ դուք բնականon գործունեությունը խոչընդոտել եք, թե մի դատական ձեր հայցով իշխանությանը պատկան կառույցների կողմից։ Եթե ես խոչընդոտել եմ, այդ դեպքում ինչ եք հակընդդեմ հայց ներկայացնում, ինչ եք ընդունում դատարանի որոշումը։ Կամ ինչ եք դուք ձեզ արդարադատությունից վեր դասում։ Ես դա ուզում ասել, այսինքն կաթողիկոսը արդարադատությունից Սա միջազգային սկանդալ է, երբ որ կաթողիկոսը իրեն արդարադատությունից վեր է դասում։ Կներեք, դուք սպառել եք իրավունք եւ արդարություն ապահովելու միջոցները, հնարավորությունները։ Ես եք դիմում դատարան։ Պողոս Արաքյալն էլ է ժամանակին օգտվել դատարանից եւ հերյա քահանայապետը եւ գլխավորները որոշեցին Պողոսի հանդեպ մեղադրանք էին ներկայացրել եւ Պողոսը հայտարարում է, որ ես ուզում գործկառավարությունում, ասում է ուզում եմ օգտվել դատարանի իրավունքից, դիմում է կայսեր օգտվելու համար։ Եթե Պողոս Արաքյալը դիմել է, ինձ ինչ էր խանգարում եւ վերջի սա միջազգային պրակտիկա է։ Ինչի իմ իրավունքը չպետք է պաշտպանվի, աշխարհով մեկ տարածված։ Մանավանդ, որ հակականոնական դաշտում կաթողիկոսն է։ Ես նորից հիշեցնեմ, մի քանի անգամ նշել եմ, ցանկացած սկանդալ եկեղեցու ներսում ծագող, որը համապատասխան լուծում չի ստանում, դա ավարտվում է հրաժարականներով։ Կլինի եկեղեցու պետ, կլինի եպիսկոպոս, թեմի առաջնորդ եւ այլն եւ այլն։ Մենք գործ ունենք սկանդալի հետ, նա կոծկում է սկանդալը։ Ես իբրև եպիսկոպոս կանոնական իրավունք ունեմ բողոքելու, ընդվզելու դրա դեմ։ Իսկ ինքը բոլոր ատյանները փակել է բառից բուն իմաստով ազատ եւ թափանցիկ գործունեության համար։ Հետեւաբար ես օգտվում եմ իմ իրավունքից, դիմում եմ դատարան, որովհետեւ ճգնաժամ կա եկեղեցու ներսում, կամայական կառավարման ճգնաժամ։ Եկեղեցին դարձել է գործիք եւ խաղալիք քաղաքական ուժերի ձեռքին եւ սպասարկում է տարբեր տեսակի շահեր։ Հասկանում եք, ես ընդհանրապես դրանից եմ օգտվել։ Ուրեմն ոչ միայն կիսատ պրատեին այդ որոշումը իրականացրել, դե ես հասանելիություն չունեի նաև իմ թեմի բանկային հաշվեհամարներին, այլև որոշեցի, որ ես պիտի կարգալույծ անեմ։ Ինչի համար, որ ես դիմել եմ դատարան, փաստորեն խնդիր չունի այս մարդը որևէ տեսակի մեղքի հետ, լինի սրբապղծություն, լինի պետական դավաճանություն, ոչ մի բան է, տեսեք ինչքան բանի մեջ են մեղադրվել իր կողքի կանգնածները ինքը,
Բայց նրանց կարգավիճ չի անում։ Իհարկե, անգամ իմ հետ կապված հարցում ատյան չստեղծեցին։ Տեսեք, Արշակ Սրբազանի հետ կապված հարցում հանձնաժողով ձևավորեցին, մի հատ էլ իրեն իրավունքներ էին տվել, մի հատ էլ ինքը իր տեքստներ ստեղծել, ասում էր այս տեքստը ստորագրեք, այդ իր հարցով ստեղծված Ատյանին էր ասել, այս տեքստը ստորագրեք, մի քաղաքական տեքստ էր, էլի, եթե ինձ եղբայր եք համարում, սա ստորագրեք, հասկանում եք ինչ իրավունքներ են տվել մարդուն, երբ որ բացահայտ մեղադրվում է սկանդալի մեջ, բայց իմ դեպքում այսպես որոշեցին, որ պիտի, քանի որ ես հանդգնել եմ իրավունքս պաշտպանել, հանդգնել եմ, այո, կաթողիկոսի որոշմանը ընդդիմանալ, իսկ կաթողիկոսը վեր է արդարադատությունից։ Գիտեք, սա վերջի խայտարակությունն է, որ կարող է լինել։ Տեսեք, աշխարհով մեկ հիմա, այս իհարկե սրա մասին կարդացին, չէ, որ դատարանի որոշմանը խոչընդոտել է։ Կարծեք թե նախադեպային է ձեր հետ կապված այս որոշումը, որտեղ նախկինում չենք հիշում, որ որևէ հոգեվորական դիմեր դատարան։ Հա, դե ոնց ասվեր, դա ճիշտ էր։ Հա, բայց ես իրավունք ես ինչ, այսինքն ես կանոնական դաշտում եմ ընդվզել։ Իմ հանդեպ հակականոնական մոտեցումներ են որդեգրվել։ Ես էլ չեմ լռելու, մինչև վերջ գնալու եմ իմ իրավունքը պաշտպանելու եմ, անկախ ամեն ինչից։ Հա, այդքան է։ Իսկ ինքը պարզվում է վեր է արդարադատությունից։ Խնդրեմ թող 20 փաստաբանի վարձեին լավագույն եւ այդ փաստաբանները թողապացուցեին, որ ես սխալ եմ եւ դատը շահեին։ Ինչ են խոչընդոտում դատարանի որոշումը։ Ինձ այդ առիթը չեն տալիս, ատյան չեն ձևավորում, չեն ասում արի Սրբազան քո հայցը ներկայացրու, ի՞նչն է խնդիրը։ Վախենում են գուցե։ Ասեմ ինչ չեմ վախենում։ Որևէ մեղքից, որևէ սկանդալից չեմ վախենում։ Մարդկանցից չեն ամաչում միանշանակ։ Հիշում եք անիրավ դատավորի հարակը։ Մարդկանցից չեն ամաչում, Աստծուց չեն վախենում։ Միանշանակ։ Մի հատ բանը, որ վախենում են, դա ճշմարտությունն է։ Այս մարդիկ վախենում են ճշմարտությունից ու օրենքից։ Դրա համար էլ դիմում են բռնության։ Փորձում են խեղդել։ Հասկանում եք, ցանկացած ընդվզում իր ակունքներում փորձում են խեղդել։ Իսկ հնարավոր է սա կապված է առաջիկայում Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաժողովի հետ, ձեզ այնուհետև շարունակական մյուս եպիսկոպոսների։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Անկամ ընդդիմադիր գործիչներ, այսպես եկեղեցու կանոններից շատ լավ հասկացող հայտարարում են, թե կաթողիկոսը ինչ պիտի անի։ Տեսեք, ուր ենք հասել, որ ընդդիմության առաջնորդները պիտի հայտարարեն, թե կաթողիկոսը ինչ պիտի անի, ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկի, պիտի լինի ավելի կոշտ, թե փափուկ։ Տեսեք, ուր են հասել, ինչքան են իջեցրել հայ եկեղեցին, ուր են հասցրել հայ եկեղեցին։ Ես սա համարում եմ ամենամեծ դավաճանությունը մեր եկեղեցու պատմական ավանդության հանդեպ, մեր պետականության հանդեպ սա ամենամեծ դավաճանությունն է հայ եկեղեցին դարձնել գործիք սրա նրա ձեռքին եւ պիտի մտածեն թե վաղը պատմության մեջ ինչպես են հիշատակվելու իրենք, ինչպես են հիշվելու ավելի մեծ խայտարակություն, քան այս մեր օրերն են, ես չեմ պատկերացնում, որ հետ եմ նայում հայրենի պետության մեջ այս տեսակ ընթացք աննախադեպ է։ Ռոբերտ Քոչարյանն է անդրադարձել Կտրիշ Ներսիսյանի հետ հարաբերություններին եւ ասել է, որ վեհապարի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել եւ ցանկություն չի ունեցել, որ մեկ ուրիշը դառնա կաթողիկոս եւ հիշատակել է, որ իր նախագահության օրոք եկեղեցաշինությունը զարգացել է, ես խնդրեմ որպես հոգեվորական նաեւ անդրադառնաք այդ հարցին։ Ինչ անդրադառնամ, ինչ ասում։ Ասելիք չունեմ, չեմ ուզում մտնել քաղաքական այդ բանավեճի մեջ, ոչ էլ ուզում եմ, որ որևէ կուսակցություն հա թե ինչ է ասել իմ մեկնաբանելիքը չի, թող քաղաքականության զբաղվողները մեկնաբանեն, ով ինչ է ասել, բայց ես կասեմ, որ որևէ քաղաքական ուժ թող փորձ չանի հայ եկեղեցին դարձնելու գործիք։ Ես ընդդիմանալու եմ, մենք ընդդիմանալու ենք ու թույլ չենք տալու հայ եկեղեցին օգտագործել։ Կապ չունի թե ով կլինի, կապ չունի թե ինչ վեհ գաղափարներով ինքը հանդես կգա, ով ուզում է լինի, անկախ ամեն ինչից հայ եկեղեցին գործիք չի դառնալու, հայ եկեղեցին ծառայել է հայ ազգին եւ մեր պետականությանը եւ շարունակելու է իր ծառայությունը այդ հունով, թե ով ինչ է ասել, այդ իր խնդիրն է, թող համապատասխան քաղաքական մեկնաբաններ,
գործիչներ այդ հարցերը ուղեն անձերին, ովքեր հայտարարություն ունեն հայ եկեղեցու մասով, բայց հայ եկեղեցու ընթացքը որոշողները հայ եկեղեցու եպիսկոպոսներն են։ Իսկ հայ եկեղեցու եպիսկոպոսների սրբազան պարտականությունն է թույլ չտալ հայ եկեղեցու սրբազան ավանդությունը աղավաղել, հայ եկեղեցին շեղել իր 1700-ամյա դավանաբանական ուղուց, որդեգրած ուղուց եւ հայ եկեղեցին չդարձնել գործիք քաղաքական խաղերի եւ օտար շահերի համար։ Մեր եպիսկոպոսները դրա մասին մտածեն։ Խոսանք հայրապետական տնօրինության մասին, ինչպես տեղեկացանք, երկու տնօրինության այդպեսի Այո, ես ասեմ ձեզ, որ տեղեկատվական համակարգի նյութը, որով ես իրազեկվեցի, այդ էլ ինչ ասեմ, զավեշտալի էր, տարբերվում է այն նյութից, որը ես ստացա 3 իդեպ ստացա այն բանից հետո, երբ որ քրեական բարույթ նախաձեռնվեց դատարանի որոշումը խոչընդոտելու մասով։ Ափալ-թափալ այսպես ասում են, որ պատռել են հինը, որի բովանդակությունը բոլորին ծանոթ էր, շատ քաղաքական ձևակերպում էր, իբր թե ես դիմել եմ դատարան եւ պետությանը ներքաշել է մեզ եկեղեցի պետություն հակամարտության մեջ, ինչպես այսպեսի մի ձևակերպում կար, չեմ էլ ուզում կրկնել, իսկ երկրորդ նամակը, որ իսկ օֆիցիալ նամակը, որ ես ստացել եմ մի կիսկրությամբ, իդեպ կիսկրությունը ամսի 29-ով է, իսկ այդ նամակը տնօրինություն ամսի 27-ով, հետաքրքիր է, չէ՞, քանի օր հետո եմ ստանում ես։ Ու օրերի տարբերությունը, այսինքն պատռել են, նորն են գրել, ինչպես իրենց ամենայն հայոց իրավաբան Արա Զոհրաբյանն էր թելադրել, թե այսպես անենք լավ կլինի, իդեպ այսպես անելով բերին հասցրին այստեղ, մի խոսքով նորն են գրել, որոնք բովանդակային իմաստով տարբերվում են, այնտեղ նշվում է, որ իբր ես հաղորդակցությունն եմ կտրել, կներեք, դուք մեղադրվում եք հայ եկեղեցին հակականոնական ընթացքով առաջնորդելու մեջ։ Դուք մեղադրվում եք եկեղեցին քաղաքական շահերի ծառայեցնելու մեջ, տարբեր ուժերի եւ ներքին եւ արտաքին։ Ինչ հաղորդակցություն պահելու մասին է խոսքը, ում հետ պահեմ հաղորդակցություն, ում հետ պահեմ, եթե դուք մեղադրյալի աթոռին եք։ Դուք մեղադրյալի աթոռին եք, ու այդ եպիսկոպոսած ժողով որտեղի ունեն, դուք չեք էլ կարող նախագահել այդ ժողովը։ Գնացեք, բացեք կանոնագիր հայոցը, թերթեք կանոններ, կամ կարդացեք ներսես arczepiskopos Մեդիկ Թանգյանի հայ եկեղեցական իրավունքը, այնտեղ խաղաղի նյութ կա, ձեզ կհուշի, թե ինչ քայլեր պիտի անեք։ Հասկանում եք, կամայականությամբ չի։ Ինձ ամեն առավոտ կարող են իրենք նորից վերստին կարգալույց հրճակել, դրանով հրճվել ինքը ու իր խմբակը եւ մտածել ես ինչ հաղթանակ ենք տարել։ Գիտեք, չի կարելի այդքան իրականությունից կտրված ապրել։ Հայ եկեղեցին արմատապես հեռացրել են իր ակունքներից, իր առաքելությունից։ Սրա համար պատասխան են տալու պատմության առջև։ Թող դրա մասին մտածեն։ Այ որքանով որ մեր զրույցներում հոգեվորականները ասում են, որ երկրից դուրս չի կարող տեղի ունենալ եպիսկոպոսաժողով, այդուհանդերձ որոշումը արդեն կայացվել է, որ Ավստրիայում է տեղի ունենալու, դուք արդեն հստակ ասել եք, որ դուք չեք մասնակցելու։ Հակականոնական որոշումն է։ Հակականոնական է։ Բոլոր ժողովները պիտի լինեն մայր հայրենիքում։ Հովնան Սրբազանը, որը միացել է բարենորոգման խորհրդին, նա բազմաթիվ այդպիսի կետեր էր նշել, որ պետք է բարենորոգվի, նաև հեռացման հարցներ դրված, բայց նա որոշել է մասնակցել այդ ժողովին։ Ես խնդրեմ նաև այս հարցին Ես վստահ եմ Հովնան Սրբազանը իր բացատրությունը ունի իր որոշման վերաբերյալ։ Այդ հարցով ճիշտ կլինի զրուցել Հովնան Սրբազանի հետ, նա իր բացատրությունը կտա։ Իսկ տեղեկություններ ունեք այլ եպիսկոպոսներ մասնակցելու են, ես գիտեմ, որ բոլորը չէ, համաձայնություն ունեն։ Բարեկարգության, բարենորոգության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ չի մասնակցելու եւ կոչ է արել մյուսներին հետ չմասնակցել։ Նախ դա լրիվ հակապետական որոշում է, հայրենիքից դուրս ժողով հրավիրել։ Անվտանգային իմաստով է արդարացված չէ։ Ինչը նշանակում հայրենիքից դու մենք մեր եկեղեցու հարցը մեր պետականությանը վերաբերող այսպիսի զգայուն հարցեր պիտի քննարկենք օտար երկրում, հա, ինչ նպատակով
Այսինքն հերթական ծառայությունը, հա, օտարների մենք հասկանում ենք դրա վտանգները։ Ինչ է նշանակում օտարի երկրում նման զգայուն ժողով գումարել։ Մենք դրա վտանգները գնահատել ենք, թե հերթական ծառայությունն ենք ուզում մատուցել, թե այլ հանգամանքներով է պայմանավորված։ Գիտեք, ես աշխատում հնարավորինս զուսպ խոսել, որ մեր եկեղեցին ավելիով չվարկաբեկվի։ Մենք ասեցինք, բացատրեցինք, որ սա մեր եկեղեցուն կաթողիկոսին օգնելու լավագույն ճանապարհն է։ Նրանք չհավատացին բնականաբար, իրենց վախերից, այո, ելնելով իրականությունը ճիշտ չգնահատելու նաև հանգամանքից ազդված, այս ուղին բռնեցին, որն այդ ուղին բռնություն եւ վախ։ Բոլորին սպառնում են կարգալույծ անելով։ Է լավ, արեք, ինչ է փոխվելու։ Դրանից ինչ է, դուք կանոնական դաշտում մնացիք, դրանով լավ, ընդունենք, դուք ձեզ որոշեցիք, ու ես չեմ էլ ուզում անդրադառնամ այն անձերին, ովքեր ներկա են եղել։ Չեմ ուզում։ Դրանց մի մասը իմ հոգևոր եղբայրներն են։ Հասկանում եք, չեմ ուզում գնահատական տալ։ Ուղղակի հայ եկեղեցին չվարկաբեկելու համար գնահատական չեմ ուզում տալ որևէ մեկին։ Չեմ ուզում ասել, թե ինչ է նշանակում համաձայնություն տալ այդ տեսակ կամայական որոշումներին ու իրենց ներկայացնում են իբրև հայ եկեղեցու պաշտպաններ, հա, այդ որոշմանը համամիտ լինելով իրենք մտածում են, իրենք հայ եկեղեցու պաշտպանության դիրքերից են հանդես գալի, իրենք հայ եկեղեցին քանդողների դիրքերից են հանդես գալի, նրանք ովքեր համամիտ են եղել այդ որոշմանը, իր թելադրած որոշմանը, նրանք պետականության դավաճանության դիրքերից են հանդես գալիս, ես կասեմ, թող մտածեն դրա մասին, թող խորը մտածեն։ Դեռ մոտավորապես 2 շաբաթ ժամանակ կա, ես տեղյակ եմ, որ որոշ եպիսկոպոսներ մտնում են գնալ, թե ոչ, շատերին դուր չի գալիս, բայց գուցե վախենալով գնալ ձեր կոչը, խնդրեմ հղեք բոլորին մարդկանց, թող մտածեն ում են ծառայում ու ինչին։ Ու թող մտածեն, որ պատմության առջև պատասխան են տալու։ Այսքան բան, ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, հա։ Մենք որդեգրել ենք զուսպ լինելու ճանապարհը, այդ ճանապարհով էլ գնալու ենք մինչև վերջ, այո, բայց թող մտածեն, որ իրենք պատմության առջև պատասխան են տալու, թե ում են ծառայում, հա։ Իսկ անունները չտալով կան եպիսկոպոսներ, որոնք զանգում են, խոսում են ձեզ հետ այս իրավիճակի մասին, գուցե նեղսրտում են։ Կան այդպիսի մարդիկ։ Անունները կարող եք չտալ, որպեսզի հերթական ճնշումների մեջ չհայտնվեն։ Չէ, բայց ճնշումից վախենում եմ։ Դուք չէ, որպեսզի այդ մարդկանց նկատմամբ Թող իրենք էլ այդ վախը դնեն մի կողմ։ Տեսեք, մենք կուսակրոնության ուխտ ենք արել, չէ՞, որ պիտի ծառայենք մեր եկեղեցուն, հա, անաղարտ պահելով դավանությունը հայ եկեղեցու եւ մեր ազգին։ Ազգի ծառայությունը հատկապես այսօր որ ունենք պետականություն, լավագույնս արտահայտում է պետականությանը հավատարիմ մնալու միջոցով, որովհետև կա պետություն, կա ազգ։ Պետության տեսլականը, եթե չեղավ, հիշեք, հետ գնանք այն ժամանակները, երբ որ չենք ունեցել պետություն, այն ազգը, որ կորցրեց պետության տեսլականը, կդադարի ազգ լինելուց, իսկ հայ եկեղեցին իր բազմադայրի առաքելության ընթացքում, հատկապես երբ չենք ունեցել պետականություն, ամեն ինչ արել է հանուն պետականությանը, հանուն այն օրվա, որ վերջապես կվերականգնվի թագավորությունը կամ կունենանք պետական իշխանություն, ամեն ինչ դրա համար է արել հայ եկեղեցին։ Ու պատահական չէր, որ հավատի ու հայրենիքի համար ընկածները սրբերի շարքն էին դասում։ Տեսեք, հավատն ու հայրենիքը միշտ նույն հարթության վրա են եղել մեր ազգային մտածողության մեջ, եւ դա գալիս է 4 դարից սկսած։ Փաստոս Բյուզանդը այդ մասին խոսում է։ Տեսեք, մենք սրան ենք ծառայում, սրա համար ենք մեր ուխտարը, այս երկու գերագույն արժեքների։ Հիմա եթե պիտի լռեն կամ չեզոք դիրք գրավեն, ում է պետք իրենց ուխտը։ Այդ ուխտը ես ուխտ չեմ արել, որ հարստանամ, այսօր էլ վախենամ,
վայ, որ ինձ կարգալույց անեն, որ ինձ հանեն, իմ հետ ինչ ա լինելու, բայց ինչ է բանելու։ Իմ համար դրանք մեկ են։ Ես դրանց համար չեմ մտել ասպարեզ, որ լավ ապրեմ, որ չգիտեմ, առավելություններ ունենամ, որ ինձ պատվեն, այսպես։ Եթե ես իրական չեղա իմ ուխտի մեջ, ում եմ պետք ես ինքս ինձ չէի հարգի, ոչ որ չեզոք լինեի, ոչ էլ որ կանգնեի այդ ամեն ինչի կողքին, այս երկուսը իմ համար բացառված էր, հասկանալուց, գիտակցելուց, փաստերի հետ առնչվելուց հետո իմ ընտրությունը մեկն էր, ես չունեի ուրիշ ընտրություն, ու ես շատ ուրախ եմ ու ես համարում եմ իմ հոգևոր ծառայության ամենակարևոր հանգրվաններից մեկը, որ ես անցա այս ամեն ինչի միջով, նաև ես իմ աչքի վրա զգացի, թե ինչ է նշանակում անարդար կերպով կարգալույց լինել, էլի, երբ որ քեզ անարդարորեն, ու ես հիմա ավելի լավ եմ պատկերացնում այն մարդկանց իրավիճակը, ովքեր այդ ամեն ինչի միջով անցել են, մենք իհարկե այն ժամանակ այսքան բան չիմանալով այլ կերպ էինք նայում իրերին, ընդվզումներին, բաներին, իսկ հիմա իմ հայացքը լրիվ փոխվել է, հիմա ես հասկանում եմ շատ բան, չենք հավատում, օրինակ, շատ բանի չենք հավատացել, ես միշտ մտածել եմ ինքը եկեղեցականների մեջ ամենապետականամետն է, միշտ այդպես եմ մտածել, բայց լրիվ այս 5 տարվա մեր փորձառությունը ցավոք սրտի լրիվ ուրիշ եզրակացությունների բերեց մեզ, ուրեմն այն ինչ որ ես անում եմ կամ մենք արել ենք, մեր ուխտից մղված ենք արել, թող մենք լինենք մեր եկեղեցու, ինչպես իրենք են սիրում ասել, ամենա, չգիտեմ, վատերը, թող այդպես, ինձ հատկապես թող ընդունեն ամենավատը, բայց ես անելու եմ այն, ինչի համար ուխտ եմ արել, պաշտպանել մեր հավատքը և հավատարիմ մնալ մեր պետականության, սրանք են երկու արժեքներն են, որով հայ եկեղեցին դարեր շարունակ գործել է, ապրել է, որոնց համար պայքարել է, անգամ օտար լծի տակ եղած ժամանակ հայ եկեղեցին օտար լծի պայմաններում ազատագրական պայքար է կազմակերպել ներքին կարգով, այս է եղել հայ եկեղեցու տեսլականը, սրան է հավատացել հայ եկեղեցին, իսկ հիմա եկեղեցին հանել պետական, սեփական պետականության դեմ ազգին պարատել, ոչ այլ ինչ է քան դավաճանությունը, թող սրա մասին մտածեն, ոնց են հիշվելու պատմության մեջ, բոլոր նրանք, ովքեր մասնակից են, ովքեր պաշտպանում են և ովքեր լռում են, թող սրա մասին մտածեն։ Ձեր թեմի բնակիչները ինչպես են վերաբերվում ձեր հանդեպ այս իրավիճակին։ Ես չէի ուզենա, գիտեք, այսպես լրագրողներ են ուղարկում ընդդիմադիր, գալիս են մարդկանց նեղություն տալով, բաց չգիտեմ սենց, բանես, ես դրանց կարևորություն չեմ տալիս, պիտի գնաք, ես չեմ ուզում ասեմ ինչպես են վերաբերում, որովհետև քանի որ առանցքում ես եմ այս պատմության, իմ շուրջ է այս պատմությունը, ճիշտ կլինի, թող գնան հարցնեն, ինչպես են մարդիկ վերաբերում, դե իհարկե կլինեն մարդիկ, որ կասեն անկախ ամեն ինչից, կամ կփորձեն քաղաքականացնել, քանի որ պետությունը կներեք, բայց ինչ էիք ակնկալում, ով է լիներ իշխանությունը և ով է լիներ պետական իշխանությունը, եթե եկեղեցին այս ընթացքը ունենար, ես էլի պիտի արձագանքեի, ինչ կապ ունի ով է այսօրվա իշխանությունը, դա ինչ կապ ունի, երբ որ եկեղեցին շեղված է իր բնական հունից, իր ընթացքից ինչ կապ ունի, որ կուսակցությունն է իշխանությունը, թող ինձ բացատրեն ինչ կապ ունի, եթե նախկինների օրոք լիներ, նորից իմ դիրքորոշումը նույնն է, նախկինների միշտ նույնն է լինելու, կապ չունի ով է իշխանությունը, բայց իշխանությունը անտարբեր մնա այս ամեն ինչի հանդեպ, դա էլ հանցագործություն է, իմանալով հանդերձ, թե եկեղեցին ինչպես են դարձել խաղալիք և մնալ անտարբեր, դա հանցագործություն է, իշխանության պարտականությունն է։ Այս ամենի հանգուցալուծումը ի վերջո ինչպես եք տեսնում, որովհետև անդադ խոսվում է, որ Պետրիկ Ներսիսյանը պետք է հեռանա, բայց դեռ չի հեռանում։ Ինչպես որ եկեղեցու բարենորոգության ուրեմն օրակարգում
ներկայացված է հենց նույն ձևով եք տեսնում։ Իսկ Առանց ինչ որևէ ժամանակահատվածում դա շեղման։ տեղի կունենա։ Դե տեղի է ունենում, էլի պատմական ժամանակահատված ենք ապրում։ Հերթով տեղի է ունենում։ Առաջի կետը ինչն էր, իրազեկումը չէր։ Հիմա այսպես հերթականությամբ գնում ենք։ Կարծում եմ արդեն մեր հասարակությունը բավարար չափով իրազեկված է։ Տեսեք, նորից ուզում եմ կրկնեմ, որևէ մեղքի հետ խնդիր չունեն, որևէ սկանդալի հետ խնդիր չունի կաթողիկոսը։ Խնդիրը ստեղծվեց այն ժամանակ, երբ որ ես իմ իրավունքը պաշտպանելու համար դիմեցի դատարան։ Այ որոշեց, որ ինձ պիտի կարգալույծ անի։ Չեմ ուզում անդրադառնալ նրանց, ովքեր այդ հիմքերը ստեղծել են կարգալույծ լինելու, իրենց չթիրախավորելու համար չեմ անդրադառնա։ Այո, Դե օրինակ պատերի տակ գյուլելու կոչ անող սրբազանին որևէ ձևով տեսեք, չեմ ուզում, այո, իհարկե, ժողով արեցին, ժողով 24 եպիսկոպոսից 20 ասես դեմ եմ, հետո պարզվեց մի հատ էլ օրհնել են, ճամփու են դրել, հասկանում եք, այս ինչ է, այս ինչ ընտրողական վերաբերմունք է, կանոն ասված մեր եկեցու կանոնների հետ առհասարակ կապ չունեցող մոտեցումներ են, առհասարակ, Երանի այդ կանոնագիր հայոցը մեկ թերթեին, Երանի, այս է մեր իրավիճակը։ Շնորհակալություն սրբազան։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար